Եվրապոկերտը ռուսական դուրակի պայքար ընտրամաֆիայի դեմ թե նախընտրական պրեֆերանս, հայտարարություն, որը ցնցեց հայկական ընդդիմադիր ցանցը։ Անտիներխուժում եվրադոլարներ ինչու հիմա եւ ինչ նպատակով։ Armenia have elections coming. Մոլդովական փորձան։ Ինչպես արձագանքեց հայրենի ընդդիմությունը։ Ովքեր են պատրաստվում ընտրությունների եւ ինչ են ասում թվերը։ Ամենահետաքրքիր հարցը։ Ովքեր են կալանավորված ընտրվելու արդյունքում հիբրիդային եվրափողեր։ Մինչև 12 միլիոն եվրոդոլար ընդդեմ հիբրիդային պատերազմի միջամտություն ընդդեմ չմիջամտելու այս շաբաթ Բրյուսելում եկել էր բաց խոսելու ժամանակը։ Հայաստանի արտգործնախարարից առանձին էստոնական դանդաղահոսությամբ առանձնակի ուղղախոս էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ստենդափով հանդես եկավ ու հանդիսավորապես հայտարարեց. Հայաստանից խնդրել են օգնել։ Հայաստանը մեզանից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել, արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։ Ինչպիսին էր այդ օգնությունը եւ ինչպես եղավ Մոլդովայում, դեռ անպայման կխոսենք, բայց այս հայտարարությունը, ինչպես ասում են, ցնցեց համացանցի ընդդիմադիր հատվածին։ Այս մի հարցում առանց հարց ու պատասխան բոլորը համամիտ էին։ Մոլդովական Մամա լիգան վնաս է, բրյուսելական կաղամբը գունավոր եւ թունավոր։ Առաջիններից արձագանքեց Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Սա ունի հստակ քաղաքական նպատակներ, տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքացնելու համար։ Աղա ավելացրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Սա նախադեպ խայտարակություն է, եթե ոչ պետական դավաճանություն։ Իրավիճակը մարինացրեց հանրապետական падգամավոր Հայկ Մամիջանյան։ Հետագայում Փաշինյանը ինչ ուզի անելու է այլախոհների նկատմամբ, ընդդիմադիրների նկատմամբ, եւ դա փաթեթավորելու է, որ արտաքին ներգործություն։ ԱԳՆ խոսնակը մեկնաբանեց համագործակցությունը նոր չեն սկսել, էկոնոմիկայի նախարարը բացատրեց պետք է պաշտպանեն ժողովրդավարությունը, փողից, քարոզչությունից, ընտրակեղծիքներից, փողով, քարոզչությամբ ու անկեղծ ուժով։ Ժողովրդավարությունը դրա համար պետք է ունենա այո փող, դրա համար պետք է ունենա անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ եւ անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ եւ հատուկ։ Անշտաբ, բայց առանց հապաղելու Կալասի հայտարարությանը արձագանքեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարությունը անվանեց ինքնախոստովանական ցուցմունք, նկատի ունենալով ինչպես Մոլդովային ընդգծումը։ Сердечное признание, как говорится, явка с повинной как угодно. Ինչ է հասկանում Եվրոպան ասելով վնասակար ազդեցություն։ Թերևս ամենահայտնի քարոզչական գործիքները բոտեր, կեղծ կայքեր, դիպֆեյքեր, որոնց մասին պարբերաբար գրում են եւ խոսում, սկսած դոգլեգերներից մինչև մատրյոշկա եւ Սփոն 15-16, որոնք ըստ ուսումնասիրությունների պարբերաբար տարբեր միջոցներով կեղծ ինֆորմացիա են տարածում Եվրամիության երկրներում իրադարձությունների մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք ուղղակի կամ անուղղակի կապված են Ռուսաստանի հետ։ Լավ, բա ինչ եղավ Մոլդովայում, ինչ նմանություններ կան եւ ինչ կարելի է սպասել։ Այս տարվա սեպտեմբերի 28-ին այնտեղ վերընտրվեց իշխող կուսակցությունը գործող նախագահ Սանդուի նախագահությամբ։ Սակայն մինչև ընտրությունները հետաքրքիր նմանություններով այնտեղ էլ պայքարեցին արտաքին ներխուժման դեմ։ Մայա Սանդուն մինչև ընտրություններ հայտարարեց, որ Ռուսաստանը նախապատրաստում է աննախադեպ միջամտություն։ Россия задействовала против нас весь свой арсенал гибридных атак. Поле боя – наши выборы. Օգոստոսի 11-ին ընտրություններից մեկ եւ ավելի ամիս առաջ տեղի արդարադատության նախարարությունը դիմեց դատարան պահանջելով լուծարել վերածնունդ շանս Մոլդովայի այլընտրանքի եւ փրկության ուժը եւ հաղթանակ կուսակցությունները եւ ժամանակավորապես սահմանափակեց այդ կուսակցությունների գործունեությունը։ Խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ իրավապահները իրականացրեցին 250 խուզարկություն, 72 ժամում ձերբակալվեց 74 մարդ, որոնց պաշտոնապես վերագրվեց Ռուսաստանի հետ համագործակցություն մեղադրականը։ Կայա Կալասի ակնարկը ակնհայտ է։ Ռուսաստանի ոչ ժողովրդավար ռեժիմը ցանկանում է գահանկեցանել հայկական ժողովրդավարական բաստիոնը։ Մոլդովայում հաջողվեց կանխել, այստեղ այդ ճանապարհին են նմանությունները ակնհայտ։ Ռուսաստանցի օլիգարխի կողմնակիցները հսկայական գումարներ են ծախսում ինֆորմացիոն դաշտում։ Հիմա հասկանանք ովքեր են այս պահին արդեն հայտարարել կամ ակնհայտորեն պատրաստում 2026-ի հունիսին ընտրվելուն, քննությունից չկտրվելուն։ Դե այս շարքում աներկբա է իշխող կուսակցության մասնակցությունը, գրեթե ամենօրյա մինչև 9 ժամանոց նիստեր, վարչության անդամի ընտրություններ,
առաջին նեղացածներ ու բողոքարկողներ արդեն կան։ Ես բողոքարկել եմ վարչության որոշումը։ Խորհրդարանական ընտրությանը պաշտոնապես մասնակցելու մասին հայտարարել են Լուսավոր Հայաստանի Էդմոն Մարուքյանի, Միասնության թևերը Արման Թաթոյանի գլխավորությամբ։ Մասնակիցների ցանկում ծանոթության կենտրոնը մեր ձևով շարժումն է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես չի հայտարարել, բայց չի էլ բացառել Ռոբերտ Քոչարյանը, թերևս Հայաստան խմբակցության անդամների կազմով։ Մեծ հավանականությամբ նաև կմասնակցել։ Ընտրություններին պատրաստվում են նաև ապրելու երկիրը, հայրենիք կուսակցությունը, որին ի դեպ միանալում հավանականության մասին ամիսներ առաջ հայտարարեց Սամվել Բաբայանը, Բարգավաճ Հայաստանը, ՀԱԿ-ը դեռ հստակ որոշում չունեն, իր որոշման մասին դեռ չի հայտարարել Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Դրանց մոտեցումը այլ է, չմասնակցել ընտրությանը, հայտարարել իմպիչմենտ։ Այս հիմնական ուժերից զատ կլինեն նաև այլ, այսպես ասած, արբանյակ կուսակցություններ, դաշինքներ, որոնք ընդդիմության անունից կպայքարեն հանուն ստատուս քվոյի պահպանության։ Ով ինչ շանսեր ունի, վերջերս հաշվել էր ու հրապարակեց Gallup International հետազոտությունների կենտրոնը։ Հարցին, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեք, 1001 հարցվածներից ՔՊ հավաքել է 16.5, մեր ձևով շարժումը 7.2, Հայաստան դաշինքը 6.8, ԲՀԿ-ն 4.5, Հանրապետականը 2.7%։ Բայց ինչ եթե ընտրվի ընդդիմությունը։ Վերջին 7 տարիներին թիմ ընտրություններում հաղթած տեխնացուների ճակատագիրը այնքան էլ լուսավոր չէ։ Իհարկե դրանք համայնքային ընտրություններ են, բայց էությունը էականորեն չի փոխվում։ 13 ընդդիմադիր համայնքապետ կալանավորված է, 10-ի նկատմամբ կան քրեական գործեր։ Մեծ քաղաքներից Վանաձորի ընտրված քաղաքապետը կալանավորվեց, ձերբակալվեց։ Ոտից գլուխ այս process-ը քաղաքական հետապնդման process է։ Քաջարյանի քաղաքապետի դեմ հարուցված էր գործ։ Սա քաղաքական պատվիր է, սա քաղաքական հետապնդում է։ Նա այժմ աշխատում է, նույնիսկ տեսքն է փոխվել, բայց այլևս հակաիշխանական հայտարարություններ չի անում։ Օրեցօր տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները ակնհայտ են։ Փրկոց հարուցվեց, հետո թերևս լեզու գտան Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանի հետ։ Ազգը որոշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի վարչապետ, ինքն էլ վարչապետ է։ Հիմա ինձ ինչի են այդ հարցը տալիս։ Կալանավորվեց Մեղրու համայնքապետը, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով նաև իմպիչմենտի տեխնացուներ։ Հյուսիսային քամիները բարենպաստ չէին իհարկե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար։ Հայաստանի համայնքներից 37-ում համայնքը գլխավորում են ՔՊ ներկայացուցիչները, 22-ի դեպքում անկուսակցական են, կարծում եմ այս պարագայում ամեն ինչ պարզ է։ 12 ընդդիմադիրներ, որոնց մի մասը այս կամ այն կերպ լեզու են գտել ու լուր անհամաձայնություն են հայտնում իշխանությանը։ Սամվել Կարապետյանի Մերձևովը համարվում է հիմնական մրցակիցը այս ընտրություններում, նաև ըստ հարցումների, սակայն նրա տեխնացուն Սամվել Կարապետյանը ազատազրկված է։ Մերձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ խնդիր չի տեսնում։ Ուզում են թող ֆինանսավորեն։ Եթե ամեն ինչ թափանցիկ լինի, մենք խնդիր չենք տեսնում։ Իրը բնավ Եվրամիությունը չէ, նույնը կլիներ նաև Ռուսաստանի եւ Կամբոջայի դեպքում։ Նրանք էլ ապատեղեկացնում են իրենց ձևով։ Սա ըստ էության աջակցություն է արևմուտքից այդքան քննադատված ինոագենտի մասին կարգավորմանը, հաթեթավորված եվրաշունչ բառերով։ Հիբրիդային կկոչվի այդ պատերազմը թե արչամարտ կամ ակլորակռիվ էական չէ։ Այն, որ այդ բոտերն ու դիփֆեյքերը կան ու համակարգված աշխատում են, ակնհայտ է, կան ու երկու կողմից, գուցե տարբեր մեթոդներով։ Ցավալի է մեկ այլ բան, որ հաճախ այդ բոտերը դառնում են ընտրության տեխնացուներ, քաղաքական բարձր պաշտոնների համար։ Մտածելու բան է։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ, բաժանորդագրվեք, կհանդիպենք։